Դուք խոսեցիք քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բան մասին։ Ես կուզեի նորից այս հարցը տալ, երբ է ավերվելու Նուբարաշին քրեակատարողական հիմնարկը եւ այլ տեղ կամ հարակից վայրում նոր շենք կառուցվելու։ Երկրորդը, որքանով է մեծ քրեական ենթամշակույթում հեղինակություն ունեցող մարդկանց ազդեցությունը քրեակատարողական հիմնարկներում գտնվող մարդկանց վրա, այս հարցը ինչու եմ տալի, նայելով վերջին քվեարկության արդյունքները, ես իմ մոտ տպավորություն առաջացա, որ այնուամենայնիվ այդ մարդկանց ազդեցությունը դեռ մեծ է։ Եվ մյուս հարցը, դուք խոսեցիք, որ նոր ծրագրեր, նոր առաջարկներ եք անում, որ այդ բարեվարկությունը ավելի խիստ լինի, նվերների ստացում, հանձնումը, այդ շատ լավ է, բայց տեսեք, տպավորություն է ստեղծվում, որ մնացած բոլոր հարցերը լուծել ենք, հասել ենք այդ նվերների աստիճանի, բայց կան քաղաքական ուժեր, գոնե առերևույթ, որոնք ամբողջովին զբաղված են քրեական օրենսգիրքը խախտելով։ Ինչ եք կարծում, մենք ժամանակը չի, որ օրենքով կամ դատարանի որոշումներով այդ քաղաքական ուժերին դնենք այնտեղ, որտեղ իրենք պետք է լինեն, այսինքն զանգվածաբար, գոնե առերևույթ, քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպետք է ինչ-որ ձևով պատասխանատվության կրի, ասենք մարդը կարող է մի դրամ ավելի նախատեսվածից նվեր վերցնի, ինքը հայտնվի ինչ-որ իրավապահների ուշադրության կենտրոնում, բայց եթե ինքը մի քաղաքական ուժի ներկայացուցիչ է, որը գոնե առերևույթ կամ ստացված տեղեկություններով զբաղված է քրեական օրենքը խախտելով, ինքը մնում է որևէ ձևով անպատժելի։ Սրա մասին ինչ կարծիք եք, ձեր կարծիքը ինձ որպես արդարադատության նախարար հետաքրքիր։ Շնորհակալ եմ հարցերի համար։ Վերջին հարցից սկսենք, այն, որ այսօր մեր իրականության մեջ գոյություն ունեն այնպիսի իրավիճակներ, որ քաղաքական ուժերը դիմում են ենթադրյալ հանցավոր արարքների կատարման, դա փաստ է եւ դրա մասին մենք կարելի ասել վերջերս ամեն օր լսում ենք, հատկապես պայմանավորված վերջին ընտրական process-ով։ Ես կարծում եմ, որ դրա համար օրենսդրական բավարար շեմ կամ բազա կա եւ իրավապահ մարմինները այդ առումով նաեւ բավական մեծ աշխատանք են տանում եւ տարել։ Եվ ես կարծում եմ, որ առաջիկայում այդ աշխատանքները շատ ավելի ինտենսիվ պետք է շարունակվեն։ Ինչ վերաբերում է մեր մանդատին եւ լիազորություններին, որպես արդարադատության նախարարություն, մենք մտածում ենք ավելի խստացնել այն չափանիշները, որոնց հիման վրա ապագայում հնարավոր կլինի կուսակցությանը զրկել, օրինակ, ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, եւ եթե լինի կոնսենսուս, ապա մենք հենց սահմանադրության նախագծով դա կսահմանենք, այսինքն եթե կուսակցությունը կամ դաշինքը նախընտրական քարոզարշավի ընթացքում թույլ է տվել ակնհայտ խախտումներ եւ նաեւ խախտումներ, որոնք կարող են կապված լինել ենթադրյալ հանցագործությունների հետ կամ կապված են ենթադրյալ հանցագործությունների հետ, ապա պետք է մենք ունենանք նաեւ սահմանադրական հիմքեր, որպեսզի այդ կուսակցությունները ուղղակի հնարավորություն չունենան մասնակցել ընտրական process-ներին, այդպիսով չխաթարելով քվեարկությունների եւ ընտրության արդյունքը։ Եվ սա քայլ է, որը մենք պետք է նաև կատարենք հաշվի առնելով այն փորձը, որին բոլորս ականատես եղանք։ Եվ կարծում եմ այս մասով նաև ունենք հանրային պահանջ ուղղված մեզ քաղաքացիների կողմից։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա պետք է նշեմ, որ քրեակատարական հիմնարկներում քվեարկությունը, այսօրվա քվեարկությունը եւ նախորդ ընտրությունների քվեարկությունը ուղիղ արտացոլումն է ժողովրդավարության, որը մեր երկրում գոյություն ունի։ Եթե մենք նայում ենք նախորդ քվեարկությունների արդյունքներին, որոնք տեղի են ունեցել հեղափոխությունից առաջ, ապա պատկերը միշտ այլ է եղել, չնայած որ այս տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել միտված քրեակատարական հիմնարկներում պատժի կրման պայմանների բարելավմանը։ Ուզում եմ ասել, որ վերջին երկու ընտրությունների համատեքստում մենք ունենք իշխող ուժի օգտին քվեարկված 20% ձայներ,
եւ պետք է նշեմ նաեւ, որ քվեարկությանը ոչ բոլորը մասնակցելու իրավունք ունեն եւ սա էլ է մեծ ազդեցություն ունենում մեծ պատկերի մեջ, ինչու, որովհետեւ այսօր սահմանադրությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձինք ընտրելու իրավունք չունեն։ Իսկ մյուսները հիմնականում կալանքի տակ գտնվող անձինք են եւ նրանք քվեարկում են այնպես ինչպես ցանկանում են եւ կարծում եմ, որ պատկերը օբյեկտիվին մոտ է ամեն դեպքում։ Մյուս կուսակցություններին տրված ձայները իրականում չեմ հաշվել, կարծում եմ, որ վիճակագրական տվյալները բաց են, կարող են քաղաքացիները ծանոթանալ։ Պատժի կրման պայմանների հետ կապված դուք Նուբարաշեն քրեակատարական հիմնարկի մասին հարց բարձրացրիք, մենք ունենք հստակ որոշում եւ դա վաղուց է ընդունված, որ պետք է Նուբարաշեն քրեակատարական հիմնարկը փակել, բայց դրա համար պետք է այլընտրանք, իսկ այլընտրանքի շուրջ քննարկումները վերջնականացման փուլում են, մենք ունենք երկու տարբերակ, կամ պետական միջոցների հաշվին ի սկզբանե կառուցել նոր քրեակատարական հիմնարկ, կամ պետություն մասնավոր գործընկերության միջոցով կառուցել նոր քրեակատարական հիմնարկ եւ առաջիկա երևի 2 շաբաթվա ընթացքում մենք վերջնական որոշումը կունենանք եւ ձեռնամուխ կլինենք նոր քրեակատարական հիմնարկի կառուցման աշխատանքներին։ Այսքանն է, շնորհակալություն։